Բարի օր բոլորին։ Փորձեցի խոսամ այն մի Facebook-յան էջովս, կդրեմ են կապը, չեն թողում խոսամ։ Փորձեմ վիդեո լայվի տեսքով խոսամ այս էջով։ Կփորձեմ խոսամ առանց հայոյան, կփորձեմ խոսամ առանց վիրավորական խոսք, բայց խոսել Նիկոլի մասին, քշողիդ մամային են բանից։ Խոսել Նիկոլի մասին ու չվիրավորել, դա նույնն է, ոնց որ համակերպվել Նիկոլի իրականության հետ։ Բայց կփորձեմ։ Չգիտեմ, կստացվի թե չէ, կամ որքանով կստացվի։ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է իմ եզրափակիչ ելույթը ազգային ժողովում։ Իր բառերն եմ կրկնում։ Այն մարդ ասում եմ վերնագրել է։ Հələ կանի մտնեմ նայեմ, էլ ինչ է խոսում, չնայած իր ամեն բառը ընկալում եւ ընդունում եմ ատամների կրճտոցով։ Այսինքն իմ ներվային համակարգը լրիվ խառնվում է իրար, որտեւ իր ձայնի տեմբրը արդեն ազդում է իմ ներվային համակարգի վրա, չեմ կարող, ես այդ մարդուն չեմ կարող լսեմ։ Հիմա կփորձեմ կուլտուրականի մեջ հերրակա զաուշնի sense հարց ու պատասխանի տեսքով մի փոքր դրամաբանության շրջանակներում, մարդկային նորմալ դրամաբանության շրջանակներում հակադարձել քեզ, մեծն զորավար Փաշողլի Նիկոլ։ Դու քո ելույթի մեջ ազգային ժողովում ելույթ ունենալով, ով չի հավատում, կարաք մտնեք իր էջը նայեք։ Ես մոտարապես եմ հիշում, ես բառացի չեմ կարող հիշեմ այն ամեն զառանցանքը, որը խոսում ես դու։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, դու։ Հələ մի րոպե կներեք։ Խոսելով ազգային ժողովում կանգնած ազգային ժողովի տրիբունայի մոտ, դու արտահայտում ես հետևյալ միտքը։ Այսինքն դու արտահայտելով մի քանի միտք, որից մի երկուսը հեսա կհիշեմ կասեմ։ Եթե ես ծանոթ չլինեի քո գործունեությանը, քո քաղաքական կարիերային, հա, քո ճղճիմ տեսակին, ես կմտածեի ընդամենը մեկ բան, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի 98%-ը տգետ են, տգետ, անմեղ սունակ, բացարձակ չեն հասկանում այն իրականությունը, որը կատարվում է իրանց շուրջը։ Կփորձեմ խոսամ առանց վիրավորալ։ Ու դու Հայաստանում այն միակ կերպարն ու անհատականությունն ես, որ փորձում ես քո ուժերի ներածի չափով ներմուծել մեր գլխի մեջ այն իրականությունը, որը կա, բայց մենք չենք տենում։ Ես միայն այդ տրամաբանության, ես միայն այդ վիվեդը, եզրահանգմանը կարամ գամ, լսելով քո նմանին։ Բացատրեմ խի, հիմնավորեմ ու բացատրեմ։ Կանգնած ազգային ժողովի ամբիոնի մոտ դու խոսելով ասում ես զառանցելով, խոսել չէ, դու զառանցում ես։ Բառացի չեմ հիշում, ցիտատ, մոտարապես սենց։ Մենք ժողովրդով ազգով չգիտենք երթևեկության կանոնները, որ կան կանոններ, կա լուսամփոփ, սվետաֆոր, կա հոծգիծ, էսել եմ բառացի ցիտում քեզ։ Եվ երբ որ մենք մի քանի անգամ ընկնում ենք ավտոյի տակ, մենք սկսում ենք հետաքրքրվել, արդյոք կան երթևեկության կանոններ։ Դա մեկ։ Երթևեկության կանոններից խոսելուց առաջ արի վերհիշենք։ Ու դու որպես Հայաստանի ներկայիս ոչ բարով վարչապետ կարաս ցույց տաս որևիցե մի երկիր, երբ որ խոսում ես երկրագնդից, սա դրան էլ կանրադառնամ, կարճի մեջ, որ այդ երկրի առաջի դեմքը իր ավտոշարասյամբ հղի կին ա գցվում մեքենայի տակ իր վախերի պատճառով։ Խոսում ես երթևեկության կանոններից։ Քո ավտոշարասյունը վարչապետ ընդունված նոր ընտրված ժամանակ կանգնում էր նույնիսկ սվետաֆորի քո ասած լուսամփոփի կարմիր լույսի տակ, ցույց տալով, որ դու շատ լեգիտիմ ես եւ ժողովուրդը սիրում է քեզ։ Բայց հետո, այս վերջերս, դու հղի աղջիկ գցեցիր մեքենայի տակ քո վախերի պատճառով։ Ու քո ավտոշարասյան ոստիկաններն ու վարորդները բռնաբարեցին քո նշած երթևեկության կանոնները, այսինքն Երևանի փողոցներով կամ հանրապետության փողոցներով, որտեղ ընթանում են քեզ ակետից տեղափոխելով բեկետը, խախտում են երթևեկության բոլոր կանոնները, որը գրված չի երթևեկության կանոնագրքի մեջ։ Ու դու այդքան ստո խոսում ես երթևեկության կանոններից։ Աշխարհի երկրագնդի երեսին քո ասած, չկա որևիցե մի երկիր, որի առաջի դեմքը հղի կնոջ կգցի մեքենայի տակ
չի կանգնի օգնություն ցույց չի տա, դրանից հետո ինքը հրաժարական չի տա ու չի հեռան այդ պաշտոնից։ Դա այդ պահով, երբ որ դու խոսում ես երթևեկության կանոններից, ու մեր ազգին, մեր ժողովրդին ներկայացնում ես ինչ-որ տգետների հավաքածու։ Պարոն անմեղսունակ, հազիվ եմ ինձ զսպեմ 18 պլյուս չխոսամ։ Այն բանը, որ մարդիկ կան կարող է ուզենան կիսվեն այս եթերը։ Ես երբևիցե չեմ խնդրել, որ իմ եթերներից որևիցե մեկը կիսվեն։ Ես Facebook-յան, YouTube-յան PR-ով չեմ տառապում։ Ճիշտ կհամարեք կիսվեք, ճիշտ չեք համարի, Աստված ձեր հետ։ Երկրորդ, դու խոսում ես նույն ազգային ժողովի ամբիոնի հետ կայնած, շարունակելով քո խոսույթը, անդրադառնում ես այն մարդկանց, ովքեր հակադարձում են քեզ։ Հակադարձում են քեզ քո խոսույթին, քո խոսելա ոճին, քո անառակաբարո տեսակին, քո Facebook-յան գրառումներին, քո հակաեկեղեցական ու հակապետական քայլերին, անվանելով նրանց դրսի ուժերի կամակատարներ, քո խոսույթով։ Քո դեպքում տիկին անմեղսունակ, դու պարոն չես, պարոնը չի կարա այդքան անինքնասեր լինի, չնայած պարոններ կան, որ անինքնասեր են, դրանց մասին չեմ ուզում խոսել։ Էլի ցիտում եմ քեզ, ասում ես, մենք վերցնում ենք, թե ինչ են խոսում Ռուսաստանում, մենք ասելով, այսինքն քեզ քննադատողները, Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, հա, դրանք ծաղկաքաղ ենք անում, դա քո բառն է, քո ելույթի։ Եվ մատուցում ենք որպես իրականություն, բայց մենք չենք հասկանում, եսի ցիտում եմ այս ամեն ինչը քեզ ոչ բառացի, միտքն եմ ցիտում։ Մենք չենք հասկանում, որ աշխարհը կլոր է եւ աշխարհի շատ երկրներում կան կանոններ, որոնցով մարդիկ ապրում են, կան պրինցիպներ, որոնք մենք չենք ուզում նկատել, բայց դու նկատում ես։ Այսինքն, կան պրինցիպներ, որոնք մենք չենք նկատում, բայց դու նկատում ես։ Մի քանի պրինցիպ կարաս նշես, Նիկոլ Փաշինյան։ Ես կարամ։ Ցույց կտաս աշխարհում որևիցե մի երկիր, ով պատերազմի մեջ կամ զինված հակամարտության մեջ կլինի իր հարևան երկրի հետ, հա, կապ չունի ինչ հարցով։ Իր հարևան երկիրը, կոնկրետ քո դեպքում Ադրբեջանը, մեր դեպքում Ադրբեջանը, Արցախում կիրականացնի ցեղասպանություն, պապիկ մորթելով, հոր ու տղոն եռագույնով փաթաթելով, դիմահար կրակոցով սպանելով։ Ու շատ ծանր զինվորական հանցագործություններ անելով, այդքանից հետո այն երկիրը, որը տուժվող կողմն է այդ հանցագործությունների պատճառով, իր հայտերը միջազգային դատարաններից հետ կկանչի։ Այդտենց երկիր չկա։ Որովհետև ցանկացած երկիր կապ չունի իր տարածքային միավորը, իր ազգային արժեքներն ու չգիտեմ արժանապատվությունը, ինքը մի փոքր ցանկացած երկիր ունի մենտալիտետի մեջ մեկտեղված, կապ չունի ռուսական մենտալիտետ, արաբական, ես նույնիսկ թուրքական, ֆրանսիական, անգլիական մենտալիտետ, ունի արժանապատվության զգացում։ Դու փորձում ես մեզ համոզես, երբ որ մենք քեզ քննադատելով ասում ենք, դու որպես Թուրքի առաջ կզած ղեկավար, իրավունք չունես Հայաստանի Հանրապետության ներկայացած հայտերը միջազգային դատարանից հետ կանչես, դու դա ներկայացնում ես այն տեսանկյունով, որ մենք արտաքին քաղաքականությունից բան չենք հասկանում։ Դու ես հասկանամ։ Դու ես հասկանում այդ, մենք չէ, մենք անմեղսունակների խումբ ենք։ Ցույց կտաս որևիցե մի երկիր, կապ չունի քրիստոնյա թե մահմեդական, որտեղ այդ երկրի ղեկավարը իր հոգևոր առաջնորդին, իր երկրի հոգևոր առաջնորդին կդիմի աշխարհի կանոնով։ Չկա նման տարբերակ։ Ավելին, իր երկրի հոգևոր առաջնորդի հասցեին իր Facebook-յան էջում, որտեղ կա 1 միլիոն բաժանորդ, որից շատը պարսիկ, թուրք, եսիմ, արաբ, եսիմ, ջուջուցեղեր, կարող է գրել արտահայտություն պոռնկա բարո։ Չկա այդպես երկիր։ Դու ցույց կտաս մի հատ երկիր, որ այդ երկրի առաջնորդ ու դու դա անհամատեղելի է, ոնց որ ասես կապիկ ու գարշոկ։ Չնայած կապիկին կարելի է պարապցնել, որ գարշոկ նստի։ Չեմ ուզում այդ թեմայի մեջ խորանալ։ Մի երկրի նախագահ կամ վարչապետ, ով իր
երկրի հոգևոր առաջնորդներից կամ բարձրաստիճան հոգևորականներից մեկի հասցեին իր Facebook-ան էջում կգրի սրբազան լուտ չէ դու գնա քո քերու կնգան դոմփի։ Չկա տենց երկիր։ Չկա, դա կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որտեղ ի ցավս մեզ բոլորի ղեկավարս դու դեռ միջև հիմա։ Ի շնորհիվ պարլամենտական ընդդիմության։ Ի շնորհիվ իմ ու քո մեջ բիզնես կիսելու այդ գործունեության, որոնք թքած ունեն հայ ինքնասիրության, հայ պատվի վրա, բայց իրանք ամեն առաջինն են գոռում։ Մենք պատվախնդիր ենք, եկեք համախմբվենք, հեռացնենք Նիկոլին։ Գալի մարդիկ համախմբվում են, սա Ամիրյանն է, սա Թումանյանն է։ Մարդկանց փուռ են տալի, всё, մարդիկ փակվան։ Իրանք ցարվանք տներով, բարի գիշեր։ Ոնց որ երեք Տաշիր Սամոյի դեպքը։ Բարի գիշեր։ Դրա մասին խոսացել եմ այսօր մյուս էջովս։ Մի քիչ կոպիտ։ Հիմա փորձում առանց հայոյանք։ Կա նման երկրներ։ Կա նման երկիր, որտեղ կկանգնեն ազգային դժբախտության ֆոնի վրա, եռաբլուրում հուղարկավորելով հազարավոր մատաղ տղեկի, ջահել տղեկի, մատաղ անելով քո նմանի պատճառով։ Ու հետո այդ տղեկի հիշատակը կուրանան։ Կա նման երկիր, որ պատերազմից հետո թուղթ ստորագրի սևը սպիտակի վրա, երրորդ երկրի միջամտությամբ եւ միջնորդությամբ, որ տեղի է ունենալու գերիների փոխանակում, բայց իր գերիներին հետ չպահանջի։ Ասեմ ավելին, հակառակ կողմից մարդիկ անցնեն սահմանը, Սիսիանում տոլի ղափանում հայ մորթ են սպանեն, դրան բռնեն, ինք առանց ոչ մի բան հանձնի նրան, դաժե մի հատ տղա հետ չպահանջի։ Կա նման երկիր, կա, դա միակ Հայաստանի Հանրապետությունն է։ Այդ ամեն ինչը հաշվարկելով, թվարկելով, խնդիրը քո մեջ է, բայց դու դա չես ընկալում։ Դու մեղադրում ես ազգին ժողովրդին, բայց ճշմարտության պահ կա քո ասացի մեջ։ Եթե մենք ազգով ժողովրդով հələ դիմանում ենք քո ձեռը, ուրեմն մեղավորը մենք ենք, մենք արժանի ենք քեզ։ Այդ առումով դու մի քիչ ճիշտ ես։ Մենք արժանի ենք քեզ, որ դու մեզ համոզում ես, որ մենք բոլորս ապուշ ենք, տգետ ենք, հիմար։ Եվ որ դու իրավունքներ ունես, լինելով երկրի վարչապետ, հոգևոր առաջնորդին ասես Կտրիչ Ներսիսյան, ազգային ժողով ելույթ ունենած ասես Կտրիչ Ներսիսյանի քրոջ տղեն, տելու ես ինչ, Արշակ Սրբազան, իրավունք չունի կնունքներ անի, դա դու չես որոշում, եւ սահմանադրությամբ, եւ բարոյական եւ իրավական նորմերով, բայց դու, քանի որ մի քանի անգամ անընդմեջ բռնաբարել ես Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ու դրան արձագանք չի եղել։ Գիտես ինչի, որտեղ դու նշանակել ես հենց նույն քո ասած սրբազաններից մեկի որդուն, սկզբից ահացած դիրեկտոր, հետո քննչական կոմիտեի ղեկավար, բայց իր մասին դու չես խոսում։ Հենց քո նույն ասած բարձրաստիճան սրբազաններից մեկի որդուն։ Դրա մասին չես խոսում։ Դա քեզ ձեռ չի տալի։ Հիմա անցել ես մյուսներին ես գտնում։ Հասկանամ ես դու ինչքան աբսուրդ ես քո տեղով, ոտից գլուխ։ Հա, Փաշինյան Նիկոլ։ Չի կարող մի ողջ ազգ, մի ողջ ժողովուրդ, ով ունի հազարամյա պատմություն, սխալվել իր համոզմունքների, իր եզրահանգումների, իր սահմանադրության քիչ թե շատ իմացության մեջ։ Եվ մի հոգի, ով բարիս ամենաուղիղ իմաստով բռնաբարության արդյունքը, բարիս ամենաուղիղ իմաստով։ Երբ որ քո հայրը բռնաբարել է քո մորը, մի ողջ ազգի դնի գժի տեղ, սպորտ զալու, այսինքն բռնաբարության արդյունքից որպես կղանք լույս աշխարհ եկածը, փորձում մի ողջ հազարամյա ժողովրդին համոզի, որ մենք աշխարհընկալում չունենք, որ երկրագունդը կլոր է, երկրագնդի շատ երկրներում տեղի են ունենում բազմաթիվ պրոցեսներ, այո, մենք թշնամի երկրի հետ առևտուր անենք։ Հա, միգուցե լավ հարաբերություններ պիտի հաստատես որպես երկիր, բայց այդ նույն քո աշխարհընկալման կոնտեքստի մեջ բերեմ մեկ այլ օրինակ։ Երբ որ դու օրինակ ես բերում Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, քո բառամթերքով, նույն Ադրբեջանը, նույն Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարեց Գուրգեն Մարգարյանին, ով հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ քո ժամանակաշրջանում։ Հիմա դու ասում ես, մենք ազգովի չունենք աշխարհընկալում։ Դու ունես, դեմ չեմ, բայց դու ունես բռնաբարվածի արդյունքում ծնված հոգեկան հիվանդի
աշխարհընկալում, ով տառապում է որ սինդրոմներ, ծեծվածը, որ միշտ իրան ծեծողին հարգում է, մոռացել եմ այդ բառը, Ստոկհոլմյան սինդրոմ, այդ սինդրոմում ես դու տառապում, դու ազգային ժողովում քեզ սարքում ես առյուծ, բայց մի անգամ մենք քո տղամարդավարի պատասխանը չլսեցինք ուղղված Ադրբեջանի ղեկավարին, չշեղվեմ թեմայից, քո նշած աշխարհընկալման երկրներից մեկում, ով այսօր ասում է, դու էլ իրանից հղի մնացած լսում ես, քանի որ դու ով ես, Արցախ վաճառած ղեկավար, քանի որ եթե դու խոսես, հակառակ կողմը կարող է փաստեր հրապարակի, ավելին, հակառակ կողմը կարող է Արայիկ Հարությունյանի հարցազրույցը հրապարակի, թե որտեղ Արայիկ Հարությունյանը պատմում, թե ինչ հրամաններ է եկել քո կողմից, դու դա չես խոսում, չես հակադարձում, որ չհրապարակվի, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տպեցին անոնսի տեսքով, բայց չհրապարակեցին, քո ասած աշխարհընկալման տեսանկյունից Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց Ադրբեջանում, հասկանում ես, մարդասպանը հերոսացվեց, ռազմական հանցագործը, խաղաղ զորավարժությունների շրջանակներում Գուրգեն Մարգարյան կազմահարած Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց, հիմա դու բռնաբարված կնոջ արգանդից որպես ընկեցիկ ընկած պտուղ կամ կղանքի կտոր, փորձում ես մեզ համոզես, որ մենք աշխարհընկալում չունենք, ամենաճիշտը դու ես, չգիտեմ դու ճիշտ ես թե սխալ, այսինքն գիտեմ չեմ արտահայտվի 18+-ի ֆորմատով, բայց այն որ դու հիվանդ ես դա 100%, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով ամենահիվանդը քեզ հավատացողներն են մինչ այսօր, հիվանդ են այդ մարդիկ, եթե փաստացի տարական արժանապատվության և տարական ազգային կենսակերպի վրա բերված օրինակները իրանք ունակ չեն ընկալելու, Լսեք խոսում եմ, ոչ մեկին չվիրավորելով, ոչ մեկի խոսքի, ոչ մեկի հասցեին մի հատ համահրական խոսք չհնչեցնելով, բայց քո ասածները ընդունում են հալած յուղի պես, իրանք հենց քո աջակիցները Նիկոլ Փաշինյան ունեն տարական աշխարհընկալման խնդիր, ոչ թե խնդիր, այլ գերխնդիր, քանի որ դու ծիծաղում ես իրանց վրա, քո մոտ ցավ առաջացնում, ես վստահ եմ, որ դու հենց չես կարողանում, որ դու քո մոտ չի ստացվում մեզ էշի տեղ դնել, մեզ ասելով adekvat հայերին, ովքեր նայում են քո քայլերին ու քո խոսքերին, որոնք ընդհանրապես ոչ մի ճանապարհային խաչմերուկային հատվածում չեն միատեղվում խոսքն ու գործը, հասկանում ես ինչ եմ ասում, չէ, ցավն է, որ հասկանում ես, բայց դու շարունակում ես քեզ ապուշի տեղ դնել, ու շարունակում ես մանիպուլացնել հայ հանրությանն ու հասարակությանը, ու այս քո վերջի ջղաձգումները արդյունքն է մենակ մի բանի, դու շատ լավ հստակ գիտես ու քեզ զեկուցում են, որ դու չունես նույնիսկ 3% լեգիտիմություն, որ նույնիսկ 21 թվականին Նիկոլ ընտրողը, ով հայը գնացել է Քոչարյանին զզվելով, Քոչանին ատելով, չսիրելով, պտիչկա է դրել, քո այդ ընտրաթերթիկի վրա, քո անվան դիմաց, քո դաշինքի դիմաց, հիմա լսված է քո հանդեպ, բացարձակ անծայրածիր ատելությամբ ու զզվանքով, հասկանում ես, քանի որ կրկնում եմ, քո խոսքն ու գործը երբեք չի համընկնում իրար, մեկ այլ օրինակ, դու քննադատում ես Ռուսաստան, ասում ես Ռուսաստանը մեզ դավաճանել է, դու քո բլոգերներով հանդերձ, բայց գալիս ես նստում ես Ռուսաստանի նախագահի մոտ, պարադ ես նայում, խոնարհվում ես, գնում հաց ես ուտում սոված շամպես, սոված, դու պաժիզնինի սոված ես, գալի մտնում ես Հայաստան, հենց ոտքը կպնում է հայկական սուրբ հողին, բայց քո ոտքը իրավունք չունի կպնի հայկական սուրբ հողին, ես նույնիսկ դեմ եմ որպես հայ, որ քեզ թաղեն Հայաստանում, դու առյուծ ես դառնում, այսինքն, ղեկավարների մոտ շնիկ, ենթականների մոտ առյուծ, հասկանում ես դու ով ես Փաշինյան Նիկոլ, ես հենց հիմա զարմանում եմ ինքսին վրա, ոնց եմ խոսում էմոցիաներս զսպելով, այդ էմոցիաները 35+-ի սահմաններում են, որոնք մերթ-ընդմերթ ես արտահայտվում եմ, բայց դրանք
հիմնականում կապված չեն գո գործունեության հետ։ Իմ էմոցիաները խեղդում են ինձ այն դեպքում, երբ որ դու մի ողջ ժողովրդի փորձում ես դնել էշի տեղ, որը դու այսօր հաստատեցիր քո ազգային ժողովի ելույթով։ Էլ եմ ասում, բռնաբարության արդյունքում ընկեցիկ երեխան, որը բոլոր շանսերն ուներ հայտնվելու աղբարկղի մեջ, իրավունք չունի հազարամյա ժողովրդին օրակարգ թելադրել։ Դու դա անում ես, քո մոտ դեռ ստացվում է, քանի որ մենք ազգովի ունենք քո անվտանգությունը ապահովող յան ազգանունը ունեցող ոստիկաններ, ովքեր իրենց հային վայել նամուսը ծախել են փողով, հա, ու ունենք ընդդիմադիր որոշակի գործիչներ, ովքեր քեզ հակադարձում են ֆեյսբուքյան ստատուսներով, բայց վախենում են նույն ազգային ժողովում քո այսօրվա ելույթից հետո քեզ հարց տան, ասեն, խոսում ես երթևեկության կանոններից, այն Սոնա էր անունը, այն աղջկան, որ գցեցիր մեքենայի տակ, քո վախերի պատճառով, կարայիր քո ավտոշերասանը հրամանտայր, կանգնեք օգնություն ցուցաբերեք, կարայիր, բայց չէ, չարեցիր, քանի որ դու ցնծում ես հայի մահվամբ, հայի արյամբ, ու երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանը կավենշիկ, շատ ճիշտ բաներ ասում, սրան հանեք, մարդ չմեռնի էլ, հələ որ ես կանեմ, ոլույթ լավ որ